Պատրաստելու ենք անչափ համեղ կիևսկի կոտլետներ։ Վերցրել եմ 4 կգ հավի բտիկներ։ Հեռացնում եմ մաշկը և սկսում ոսկորահան անել, թողնելով միայն միսը։ Այսպես ամբողջությամբ մաքրում վերջացնում ենք։ Որից հետո վերցնում եմ 3 հատ խոշոր չափի գլուխ սող, մաքրում և բաժանում մասերի, որպեսզի հեշտ աղանք։ Այնուհետև առանձին մաքրել եմ 8 պճեղ միջին չափի սխտոր։ Նախօրոք 2 հատ լավաշ ենք թռչում 1 բաժակ կաթով։ Նաև վերցրել եմ թարմ կանաչիներից համեմ, սամիտ և ռեհան։ Այնուհետև բոլորը միասին աղում ենք մսաղացով։ Աղալուց հետո համեմում ենք աղով, սև և կարմիր պղպեղով։ Համեմունքներն ավելացնում ենք ըստ ճաշակի։ Ավելացնում եմ նաև չորացրած ռեհան՝ մի փոքր։ Համեմելուց հետո լավ խառնում ենք և կրկին մսաղացով անց ենք կացնելու երկրորդ անգամ։ Երկրորդ անգամ աղալուց հետո մի փոքր խառնում ենք, որպեսզի համերն ավելի լավ միաձուլվեն։ Որից հետո մեզ անհրաժեշտ է կարագ միջուկի համար և բաքսիմատ երեսապատելու համար։ Այնուհետև վերցնում ենք 1 գդալ մսից, գդալի օգնությամբ մեջտեղը փոս ենք անում, դնում կարագը, ձեռքերի օգնությամբ միացնում իրար և թաթախում բաքսիմատի մեջ։ Մի փոքր էսպես ձեռքերով կլորեցնում ենք, այնուհետև մի փոքր տափակեցնում, տալով կոտլետների տեսք։ Կոտլետները շատ հաստ չենք անում, որպեսզի երբ տապակենք, մեջը եփվի։ Պատրաստելուց հետո դնում եմ սկուտեղի վրա և այսպես դնում սառցախցիկ։ Սառելուց հետո առանձնացնում եմ և դնում տոպրակները, այսպես ավելի լավ է մնում և չի կպնում իրար։ Արդեն պատրաստի կոտլետները տապակում ենք բուսայուղով։ Տապակվելու ընթացքում կափարիչով ծածկում ենք, որպեսզի մեջը հում չմնա։ Եվ վերջ, պատրաստ է մեր համեղ կոտլետները։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք և տարածեք այն։